Սանկտ Պետերբուրգում այսօր կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպումից հայկական կողմը մեծ ակնկալիքներ չունի։ Ավելին իշխող հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համոզված է, այս հանդիպման ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու։ Գրեթե բացառում եմ, այսինքն այս ընթացքում զարգացումները այնպիսին են եղել, որ նման փաստաթուղթ ես չեմ տեսնում, որ կարող է ստորագրվել։ Վահրամ Բաղդասարյանի փոխանցմամբ Հայաստանի նախագահն այս անգամ նույնպես Սանկտ Պետերբուրգ է մեկնել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով, ինչին Ադրբեջանը ընդդիմանում է։ Սակայն իշխող հանրապետական խմբակցության ղեկավարը վստահ է, ինչպես որ Վիեննայի դեպքում Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո նույնպես Ադրբեջանի նախագահը կհրաժարվի պայմանավորվածություններից։ Այս հանդիպումը պարզապես հերթապահ հանդիպումներից մեկն է, որից մեծ ակնկալիքներ մենք չունենք։ Մտահոգություններ են հնչում նաև վերլուծաբանների կողմից, որ Ռուսաստանը փորձելու է այսպես ստիպել Հայաստանին գնալ զիջումների, տարածքային զիջումների, խոսում են։ Հարատում եմ վերլուծաբանների անհանգստությունները, նման խնդիր չկա եւ չի կարող լինել։ Ինչ առումով փաստաթղթի ստորագրման Եվ նաև այդ ստիպել բառի հետ կապված եւ մնացած բոլոր խնդիրների, այն ինչը վերաբերվում է մեր շահերին, հայաստանյան շահերին, եթե ի վնաս մեզ որևէ նման խնդիր կառաջանա, նման փաստաթուղթ չի ստորագրվի եւ չեմ կարծում, որ ընդհանրապես առայժմ որևէ փաստաթղթի ստորագրման խնդիր կբարձրացվի։ Այդ Լավրովյան առաջարկներ կոչվածը չի քննարկվելու այսօրվա հանդիպման ընթացքում։ Տարբեր խնդիրներ կարող են քննարկվել, տարբեր խնդիրների շուրջ կարող են, այսպես ասած, խորհրդակցել, բայց չեմ կարծում, որ որևէ փաստաթղթի ստորագրման անհրաժեշտություն պետք է առաջանա։ Եթե որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու եւ որևէ հարց չի լուծելու այսօրվա հանդիպումը, ապա դա ինչին է միտված ձեր կարծիքով։ Ի վերջո Ռուսաստանը կգնար նման հանդիպման, այսպես երկարատև բանակցությունների միջոցով նման հանդիպման կազմակերպման չակնկալելով որևէ արդյունք։ Համենայն դեպս գնդակը գտնվում է Մինսկի խմբի դաշտում, համանախագահների դաշտում, եւ եթե այս անգամ էլ որևէ արդյունք չի լինում եւ իրենք դա արձանագրում են, որ չկա, եւ այդ արդյունքը նաեւ պետք է արձանագրվի, թե ում պատճառով չի լինում, եւ եթե խաղաղ ճանապարհով կարգավորմանը խոչընդոտում է կողմերից մեկը, ինձ թվում է, որ արդեն պետք է հասարակական հայտարարություններ լինի, եւ արդեն նաեւ Մինսկի խմբի հեղինակության խնդիրն է, Մինսկի խմբի հեղինակության հարցն է, եւ ինձ թվում է, որ այստեղ պետք է նրանք այս հանդիպումից հետո արդեն կողմնորոշվեն եւ հասարակական հայտարարություններ կատարեն։ Արձագանքելով այն պնդումներին, թե քանի որ Ադրբեջանը չի կատարում Հայաստանի կողմից առաջ քաշված վստահության մեխանիզմների ներդրման պահանջը, հետևաբար որևէ իմաստ չկա այս օրինակ հանդիպումներին մասնակցել, իշխող հանրապետական խմբակցության ղեկավարը հակադարձում է, չգնալ հանդիպումների նշանակում է խաղաթուղթ տալ Ադրբեջանին։ Հիշեցնենք, ապրիլյան ռազմական գործողություններից հետո Բլումբերգին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել էր, թե Հայաստանի համար խելամիտ չի լինի վերադառնալ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների առանց անվտանգության երաշխիքների, քանի որ իրավիճակն այսօր բոլորովին այլ է։ Չգնալ հանդիպման նշանակում է խաղաթուղթ տալ Ալիևին։ Միանշանակ այդպես է։ Մենք չենք հրաժարվում հանդիպումներից, սա բանակցություններ չեն, սրանք հանդիպումներ են։ Մենք պատրաստ ենք ցանկացած ֆորմատի հանդիպման, որովհետև մեր նպատակը միակն է՝ խաղաղ բանակցային ճանապարհով Ղարաբաղի հիմնախնդրի լուծում։